Գելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք շարունակելու ենք խոսել Թուրքիա եւ Իսրայելի միջև լարվող հարաբերությունների մասին, հատկապես այս դեպքում հենց Սոմալիայի եւ Սոմալիլենդի ուղղությամբ։ Հիշում եք, մենք սրա մասին նաեւ խոսել ենք, բայց հիմա կան նոր կարևոր զարգացումներ եւ ես պետք է ձեզ այդ տեղեկատվությունները տամ։ Առաջի հերթին պետք է ասեմ, որ Թուրքիան 15 տարի է արդեն Սոմալիայի ռազմավարական գործընկերն է կարելի ասել եւ հաշվի առնելով Սոմալիայի կարևորագույն դիրքը, որի մասին մենք խոսել ենք, Հնդկական օվկիանոսի եւ Ադենի ծոցի այդ հատվածում, ապա իհարկե պետք է ասել, որ այդ ռազմավարական նշանակություն ունենալով եւ դեպի Պակիստան հնարավորություն ճանապարհ բացելով Թուրքիան մեծ ներդրումներ է արել, որ ամրապնդվի Սոմալիայում, բայց հիմա խոսք է գնում նրա մասին, որ Թուրքիան որոշել է այնտեղ օդանավակայան ռազմական ստեղծի եւ դա գալիս է այն տեղեկատվությունների զուգահեռ, որ Իսրայելը նաև Միացյալ Արաբական Էմիրությունների հետ միասին այնտեղ ռազմակայանի ձևավորման ուղղությունով լուրջ քայլեր են կատարում։ Եվ հիմա ձեր հետ միասին մենք մանրամասն կխոսենք այս շատ կարևոր իրավիճակի մասին, որովհետև փաստացի խոսք է գնում, որ բացի Սիրիայից, բացի ուրեմն Լիբանանից, բացի Կիպրոսից եւ Հունաստանի այդ ուղությունից արդեն կոնկրետ առճակատվում են ոչ միայն շահերը Թուրքիայի եւ Իսրայելի, այլ նաեւ ռազմական բաղադրիչները առճակատվում են նաեւ Սոմալիայի օդում եւ կարող է տեղի ունենալ այնտեղ էլ բախում։ Եվ սրա մասին հիմա շատ մանրամասն կխոսենք, շատ հետաքրքիր տեղեկատվություններ եմ ձեր համար պատրաստել։ Առաջի հերթին կոչ եմ անում, ինչպես միշտ, անպայման լայքեք այս վերլուծությունը, դրանով դուք շատ եք օգնում ալիքի զարգացմանը, գրեք մեկնաբանությունները, շնորհակալ եմ բոլոր ձեր այդ կարևոր մեկնաբանությունների համար եւ աջակցության խոսքերի համար, բաժանորդագրվեք անպայման եւ դրեք զանգակը եւ անհրաժեշտության դեպքում իմ հետ կարող եք կապնվել նկարագրությունում նշված միջոցների շնորհիվ։ Անցնենք առաջ, հարգելի հայրենակիցներ։ Պետք է ընդգծեմ այստեղ, որ կարելի ասել այս շրջանը Ադենի ծոցը դարել է հիմա միջազգային ուշադրության կենտրոն։ Մի քանի պատճառ կա, Բաբ el-Մանդեբի նեղուցը, որը կապում է Ադենի ծոցը եւ Կարմիր ծովը իրար հետ, որը անցնում է Ջիբուտի, Սոմալիլենդի եւ Եմենի հատվածում, ուրեմն շատ մեծ նշանակություն ունի, շարունակաբար աճում է այդ հատվածի նշանակությունը միջազգային առևտրում եւ հաշվի առնելով դա իհարկե ուշադրությունը այս ուղղությամբ լուրջ աճում է։ 2017 թվականից Թուրքսոմ այսպեսի ռազմակայան է ձևավորված կոնկրետ Սոմալիայում եւ Թուրքիայի ամենամեծ ռազմակայանն է իր սահմաններից դուրս։ Եվ պետք է ասել, որ վերջի տարիների ընթացքում, հատկապես 2025-ի ընթացքում, թուրքական ռազմական ներկայությունը կտրուկ աճել է եւ դա վերաբերվում է այն գործընթացին, որ Սոմալիայի ուրեմն շելֆում, մայրցամաքային շելֆում, այսինքն տարածքային ջրերում հայտնաբերվել է նավթ եւ գազ, նավթը եւ գազը հաճախ իրար հետ է այդտեղ հայտնաբերվում եւ այդ նավթ ու գազի ուղղությունով Թուրքիան ունի ուրեմն իրավունքներ ձեռք բերված եւ Սոմալիան տրամադրելու է հնարավորություն, որ հենց Թուրքիան արտադրի, արտահանի այդ գազը եւ նավթը այդտեղից, ինչը շատ է պետք Թուրքիային, հաշվի առնելով իր տնտեսական իրավիճակը եւ նավթի ուղղությունով հնարավորությունները, ի պատասխան դրա Թուրքիան փաստացի Սոմալիային պատրաստվում է եւ արդեն ուրեմն ռազմական աջակցություն է տրամադրում։ Պետք է ասել, որ Սոմալիլենդի ուրեմն անկախությունը ճանաչելուց հետո Իսրայելի կողմից, որի մասին մենք ձեր հետ նաև խոսել ենք եւ այստեղ կլինի հղումը, իհարկե լուրջ փոփոխություններ տեղի ունեցավ։ Հիշում եք, որ հենց Թուրքիան առաջինը քննադատեց Իսրայելի կողմից Սոմալիլենդի ճանաչումը, Սոմալիայի տարածքը միջազգայինորեն, բայց երկար տասնամյակները փաստացի անկախ է եւ այդ Սոմալիլենդում հիմա իսրայելական ազդեցության աճը նաեւ բերում է նրա, որ այդտեղ առճակատվում են իրանց շահերը։ Պետք է ասել, որ գնում է ակտիվ քննարկումներ եւ հիմա ավելի մանրամասն տեղեկատվություններ ձեզ կտրամադրեմ, որ Սոմալիլենդում կարող է տեղակայվի հատկապես Բերբերայում կամ որևէ այդտեղ հատվածում տեղակայվի Իսրայելի ուրեմն ռազմակայանը կամ Միացյալ Նահանգների հետ որևէ
կոնկրետ ռազմակայան Միացյալ Արաբական Էմիրությունների հետ, բայց շատ կարևոր է այստեղ ընդգծել, որ կա տեղեկատվություններ, որ դա արդեն է տեղի ունեցել։ Հիմա խոսենք դրա մասին։ Բայց սկսենք դեռ կոնկրետ տրամաբանական, ուրեմն ուղղությունով։ Ասեմ, որ հունվարի 29-ին ամենաթարմ կարևոր տեղեկատվությունը այն է, որ Middle East Eye-ը տարածեց այսպիսի կարևոր իմ պատկերացումով հայտարարություն եւ տեղեկատվություն, որ առնվազն 3 F-16-ներ Թուրքիան ուղարկել է Մոգադիշո դրա համար, որ պաշտպանի այն էներգետիկ ծրագրերը, որը Թուրքիան այդտեղ իրականացնում է, եւ արբանյակային նկարների շնորհիվ կարելի է տեսնել, որ ուրեմն Մոգադիշոյում օդանավակայանում առնվազն մի քանի նոր այսպիսի ռազմական ինքնաթիռի համար հատկացված տարածք է կառուցվել եւ դա նաեւ նշում է դրա մասին եւ պետք է ասել, որ վերջի 10 օրվա ընթացքում նաեւ մենք տեսել ենք տարբեր թռիչքներ դեպի ուրեմն Մոգադիշո, մայրաքաղաքը Սոմալիայի եւ հատկապես տարբեր տեղեկատվություններ ասում են, որ զինամթերք են ուրեմն տեղափոխում եւ ուղարկում այդտեղ եւ պաշտոնական տեղեկատվություններով նաեւ կարելի է ասել, որ ուրեմն այդտեղ Սոմալիայում հենց կառուցվում է կոնկրետ օդանավակայան եւ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, հաստատեց սա եւ ասաց, որ ուրեմն սրա ներքո, այս ծրագրի ներքո ուրեմն տեղի ունենալու Սոմալիի հետ ռազմական համագործակցություն, այդ թվում Աշ-Շաբաբ տերորիստների գործունեության դեմ։ Աշ-Շաբաբը իսլամական պետությունն է։ Տեսեք ինչ հետաքրքիր է, հարգելի այնակիցներ։ Թուրքիան պայքարելով իսլամական պետության դեմ տերորիստական խմբավորման, իրականում ամենտեղ ընդլայնեց իր գործունեությունը եւ ներկայությունը, այսինքն գալիս է Սիրիա պայքարում է իսլամական պետությունի հետ դեմ եւ հետո Սիրիան դարձնում է իր ազդեցության գոտի, նույն տրամաբանությունով գալիս է Սոմալիա պայքարում է իսլամական պետության դեմ, Սոմալիան դարձնում է իր ազդեցության գոտի։ Իսկ իրական իսլամական պետությունը եղել է, հիշեցնեմ ձեզ, հենց Թուրքիան։ Այսինքն Թուրքիան այստեղ մրցակցում է իսլամական պետություն տերորիստների հետ իրական իսլամական պետության կարգավիճակով եւ դա մի խոսքով շատ հետաքրքիր խաղ է աշխարհաքաղաքական։ Շարունակենք։ Հունվարի 28-ին մինչև այդ տարածվեց տեղեկատվություններ, որ ռազմական ինքնաթիռը ծանր A400M-ը հասցրել է Մոգադիշո F-16-ներ եւ տարբեր տեղեկատվություններով իրանք ուրեմն Վարգադի օդանավակայանում տեղավորվեն, որտեղ որ Թուրքիան նաեւ ապագայում պլանավորում է եւ ցանկանում է կառուցել այսպիսի շատ կարևոր նշանակություն ունեցող տիեզերական թռիչքների կենտրոն եւ Սոմալիայի դիրքերը այդ ուղղությամբ շատ ավելի նպաստավոր են, քան որևէ ուրիշ վայրը եւ դա նաեւ պետք է նշել։ Բացի դրանից պետք է ասել, որ հենց այդ տիեզերական թռիչքների կենտրոնի հատվածում պետք է ասել, որ տարբեր ռազմական գործողություններ են տեղի ունեցել եւ Աշ-Շաբաբը հենց տերորիստական այդ խմբավորումը այդտեղ էլ գտնվում նաեւ եւ դա լուրջ խնդիր է ներկայացնում իր համար Թուրքիայի հետ։ Թուրքիան ուզում է նաեւ տիեզերական տեխնոլոգիաները զարգացնել, հարգելի հայրենակիցներ, եւ Թուրքիան ունի այդ ծավալը, այսինքն երբ մենք խոսում ենք Թուրքիայի մասին, մենք պետք է հասկանանք ինչ ահռելի հնարավորությունների պետության մասին ենք մենք այսօր խոսում։ Ուստի նրա համար, որ մեր, այսինքն հայկական շահերը մենք ճիշտ ապահովենք, մենք պետք է ճիշտ գնահատենք բոլոր պետություններին, այսպես ասեմ, բոլոր հարևաններին, բոլոր պետություններին կամ ազգերին, ում հետ խնդիր ունեցել ենք կամ կարող ենք ունենալ, պետքա ճիշտ գնահատենք։ Էմոցիոնալ գնահատականները, մեր այսպիսի հայրենասիրական գնահատականները բավարար չեն։ Պետք է լինի այստեղ ֆիքսված կոնկրետ գիտական տվյալներ եւ հաշվի առնենք այս ամենը։ Բացի դրանից, հունվարի վերջի այս տեղեկատվություններով Inside Somalia միջազգային պարբերականի տեղեկատվությունով Թուրքսոմը այդ ռազմակայանի տարածքում, որի մասին ես խոսում եմ, Թուրքիան ուղարկել է Aselsan 300G տարբերակի հակաօդային պաշտպանության ռադիոէլեկտրոնային համակարգ, որը վերահսկում է օդային տարածքը, ուրեմն կոնկրետ Սոմալիայում եւ նպատակ ունի նաեւ Սոմալիայի ռազմական ուժերի հետ միասին համագործակցել
այս ուղղությամբ, եւ թուրքերը փաստացի նաեւ ուզում են վերականգնել թռիչքները դեպի Սոմալիա, այսինքն իրավիճակը բերել նրա, որ հանգիստ օդային տարածքով գա քաղաքացիական ինքնաթիռներ եւ լինի թռիչք։ Հիշեցնեմ ձեզ, որ դեկտեմբերի վերջին 2025 թվականի Թուրքիայի տեխնոլոգիաների նախարարը նաև հայտարարել էր, որ տեխնոլոգիական եւ տնտեսական բաղադրիչները եւ պատրաստողական գործողությունները Սոմալիայում ուրեմն տիեզերական այդ կենտրոնի, թռիչքների կենտրոնի կառուցման ուղղությունով պատրաստ է եւ առաջի փուլը կառուցման արդեն սկսվել է եւ փաստացի պետք է ասել, որ զուգահեռ այդ ուրեմն տիեզերական կենտրոնը կլինի ուղղակի կապված նաև օդանավակայանի հետ։ Այսինքն իհարկե դա միշտ իրար հետ կապված են, ինչպես օրենք, տիեզերական կենտրոնը եւ օդանավակայանը։ Եվ սա բերելու է նրան, ըստ Թուրքիայի, որ ձևավորելու է ավելի կարևոր Թուրքիայի անկախությունը, նկատի ունեն արբանյակների դեպի տիեզերք ուղարկելու այդ գործում, աճեցնելու եւ զարգացնելու է նաեւ այս ոլորտը, որովհետեւ այդտեղ պետք է լուրջ ներդրումներ, լուրջ տեխնոլոգիաներ եւ բերելու է նաեւ հնարավորություն ապագայում, որ կոմերցիոն բաղադրիչ լինի, այսինքն գումարի շնորհիվ կարողանան նաեւ ուրիշ պետություններին այդպիսի ծառայություններ իրականացնեն։ Եվ Թուրքիան ասել է արդեն, որ այդ տիեզերական կենտրոնի տարածքը արդեն ակտիվորեն վերահսկում է հենց թուրքական զինված ուժերը։ Եվ այդ ժամանակահատվածում հենց երբ Թուրքիան արդեն օդանավակայան, տիեզերական կենտրոն, իր ուրեմն նավերը ուղարկել է նաև այդտեղ, որոնք պաշտպանում են այն ռազմական նավերը, որոնք պաշտպանում են քաղաքացիական նավերը, որոնք նավթի եւ գազի փնտրման գործընթացներ են այդտեղ եւ արտահանման գործընթացներ են սկսում եւ իրականացնում, այդ գործընթացների զուգահեռ հիշեցնեմ ձեզ, որ ուրեմն դեկտեմբերի 30-ին 2025 թվականի Իսրայելը կատարեց շատ կարևոր որոշում եւ ճանաչեց դեկտեմբերի 26-ին ճանաչեց ուրեմն Սոմալիլենդի անկախությունը, հետո արդեն հունվարի 8-ին Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, որը օրերս Բաքվում էր, այցելեց այդ ժամանակ նաև Խարագեյսում, այդ քաղաքը, որը Սոմալիլենդի կարելի ասել կարևորագույն քաղաքն է, մայրաքաղաքը, եւ հանդիպել էր այդտեղ արտաքին գործերի նախարար փաստացի Դեկա Կասիմի հետ եւ այդտեղ խոսել էին նրա մասին, որ օրակարգում է գտնվում Իսրայելի ռազմակայանի ձևավորումը Սոմալիլենդի տարածքում։ Սոմալիլենդը, հիշեցնեմ, հյուսիսում է գտնվում, իսկ մնացած Սոմալին արևելյան եւ հարավային հատվածում։ Այս որոշումը կլինի միջպետական փաստաթղթով ամրապնդված ըստ Իսրայելի արտաքին գործերի նախարարի եւ կլինի այդպիսի փաստաթուղթ։ Բայց նաև պետք է ասել, որ մինչև այդ Սոմալիլենդի կառավարությունը հայտարարում էր, որ ռազմակայանի մասին որևէ կոնկրետ բանակցություններ չկան դեռ եւ որևէ իրական ուրեմն այդպիսի գործընթաց չկա։ Փորձում էր հերքել, որ չլինի ավելի շատ սպառնալիքներ։ Բայց պետք է ասել, որ հարգելի այրնակիցներ, Իսրայելի կողմից Սոմալիլենդի անկախության ճանաչումը արդեն բերում է նրան, որ Բերբերայի միջազգային օդանավակայանի վրա Իսրայելը ստանում է ուրեմն կոնկրետ հնարավորություն ելք եւ Բերբերայի օդանավակայանից միջև Սանա, Եմենի մայրաքաղաք, որտեղ որ գտնվում են հութիները, այդ տերորիստական խմբավորումը, ընդհանուր առումով մոտավորապես 550 կիլոմետր է, ինչը նվազեցնում է ուրեմն Իսրայելի այդ 1800 կիլոմետրանոց հատվածը, որ Իսրայելից որ պետք է գա մինչև Եմեն, մինչև 550 կիլոմետր, ինչը շատ նպաստավոր է։ Պետք է ասել, որ այդ ռազմակայանը մեծ մասամբ Իսրայելի պետք է ունենա արդեն հնարավորություններ, պահեստներ, ուրեմն անգարներ, տարբեր հակաօդային պաշտպանության համակարգներ եւ ինքնաթիռներ եւ կարողանալու է նաեւ ապահովել անվտանգությունը Սոմալիլենդի։ Ումից Սոմալիայից, Սոմալիային ով է աջակցում, Թուրքիան, իսկ Սոմալիլենդին Իսրայելը, այսինքն եթե լինի առճակատում, առճակատվում է այդ երկու պետությունը։ Շատ կարևոր է սա նշել։ Բացի դրանից պետք է ասել, որ որևէ այդտեղ Իսրայելի կողմից ռազմակայանի ձևավորումը իհարկե կբերի Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի հետ քաղաքական առճակատմանը առնվազն։
Պետք է նաև ասել, որ վերջերս մի քանի տարի է արդեն Թուրքիան եւ Սոմալիան պայմանավորվածություններ էին ձեռք բերել եւ ուրեմն իրանք հա- այնպիսի կոնկրետ փաստաթղթեր են կնքել, որ Թուրքիան ստանում է 30%-ը Սոմալիայի այդ ամբողջ նավթի եւ գազի, ինչ որ կգտնեն ջրի հատվածում եկամուտների 30% Թուրքիան է ստանում, իսկ դրա փոխարեն Թուրքիան ապահովում է Սոմալիայի ուրեմն այդ ջրերում, տարածքային ջրերում անվտանգությունը եւ նաեւ օգնում է Սոմալիային իր նավերը, ուրեմն ռազմանավերը կոնկրետ զարգացնել եւ այդ հնարավորությունները զարգացնել։ Հիշեցնեմ, Թուրքիայի ռազմակայանը բացվել էր 2017 թվականին Սոմալիայում Մոգադիշոյի մոտ, մոտավորապես 50 միլիոն դոլար էր դա նստել եւ միևնույն ժամանակ այդտեղ մոտավորապես ուսումնական հնարավորություններ կա ուրեմն 15,000 տարեկան 10-15,000 զինծառայողի համար եւ պետք է նաեւ ասել, որ այդտեղ տեղակայված է Բայրակտար TB2, ակինչիներ եւ նաեւ ուրիշ հնարավորություններ։ Հիմա ինչն է կարևոր հարգելի հայրենակիցներ, որ հունվարի սկզբից արդեն Թուրքիան, որ 3 F-16-ի այդտեղ ուղարկել եւ նաեւ դրան ավելացրել է, պետք է ասել, որ դրան նաեւ ավելանում է այս հակաօդային պաշտպանության կարևորագույն նոր ռադարը, Ասելսանի, որի մասին ես նշեցի, ապա պետք է ասել, որ Թուրքիան արդեն Սոմալիայի օդը վերցնում է իր վերահսկողության տակ։ Եվ իհարկե տիեզերական այդ կենտրոնի զարգացումը եւ կառուցումը պետք է ուղիղ ասել, որ լուրջ հնարավորություն է եւ Թուրքիան նաեւ այդ ուղղությամբ է տեսնում Սոմալիայից արդյունքներ քաղելու հնարավորություն։ Բացի դրանից 30%-ը, որ ստանում է այդ նավթի եւ գազի, սա հսկայական հնարավորություն է Թուրքիայի համար, հաշվի առնելով, որ Թուրքիան հիմա ունի այդ տեխնոլոգիաները եւ կարող է նաեւ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր անի։ Մի խոսքով Սոմալիան հայտնվել է Թուրքիայի համար այսպես մի քանի հարց լուծելու հնարավորություն, այդ թվում դա լուծում է Թուրքիայի ելքը դեպի Հնդկական օվկիանոս, դա լուծում է հնարավորություն ֆինանսական ներդրումների, տիեզերական այդպիսի ուրեմն կենտրոնի, այսինքն տիեզերական այդ բոլոր ներդրումները եւ տեխնոլոգիաները շատ կարեւոր են Թուրքիայի պես պետության համար, որը ուզում է մեծ պետությունների հետ, նկատի ունեմ առաջնորդների գլոբալ մրցակցել տարբեր ոլորտներում, Թուրքիան ստանում է նաեւ իր ներկայությունը Ադենի ծոցում։ Բացի սրանից պետք է բացահայտ նշել, որ մենք տեսնում ենք Թուրքիայի կողմից այստեղ ակտիվությունները հենց ինչպես արդեն նշեցի, ոչ միայն նավթի, այլ կառավարման համակարգների ուղղությունով, նավահանգստի, օդանավակայանի, ուրեմն ամբողջ ռեսուրսների կառավարման եւ այլն։ Եվ սրան ի պատասխան Իսրայելը շատ կարևոր որոշում կայացրեց 20 դեկտեմբերի 26-ին ճանաչելով անկախությունը, փաստացի մենք արդեն արձանագրում ենք, որ իրականում տեղում ոչ միայն սկսվել է, այլ տեղում արդեն կա Իսրայելի ռազմակայան եւ սրա մասին բազմաթիվ ուրեմն տեղեկատվություններ կան, բայց դա պաշտոնական չէ, այսինքն այդ ռազմակայանը, օդանավակայանը Իսրայելի պաշտոնական այդտեղ չկա։ Այսինքն ինչպես հաճախ ասվում է, իսրայելական ուժերը իրանք չեն, Լիխտենշտեյնի օդային ուժերն են, խոսքին Սիրիայում եւ հարվածները, իրանք ասում են մենք չենք, բայց բոլորն էլ գիտենք, որ իրանք են դա անում։ Այս տրամաբանությունով կարելի ասել, որ այդտեղ ռազմակայան Իսրայելը արդեն ունի, բայց դրա մասին չի հայտարարում, բոլորն էլ հասկանում են, որ ունի։ Եվ կողմերը այո չեն հերքում, որ այդպիսի հնարավորություն կա, այսինքն մեկ օր կարող է հայտարարվի, որ արդեն կա այդ օդանավակայանը, ռազմակայանը, որտեղ որ տարբեր տեղեկատվություններով արդեն տեղադրված է, տեղակայված է ուրեմն օդային ուժեր, այսինքն ինքնաթիռներ, եւ բացի դրանից ԱԹՍ-ներ, որոնք կարող են հարվածներ հասցնել, իսրայելական ԱԹՍ-ներ նկատի ունեմ։ Բացի դրանից Բերբերայի նշանակությունը շատ մեծ է, որովհետև այո, տալիս է հնարավորություն ինչպես Ադենի ծոցը վերահսկել, Բաբ էլ-Մանդեբի նեղուցը վերահսկել եւ ընդհանուր առումով Սոմալիային շատ է դա պետք, որ Սոմալիլենդին, որ հանկարծ Սոմալիան չսկսի պատերազմ Սոմալիլենդի դեմ։
Այսօրվա դրությամբ ասել, որ Սոմալիան կարա պատերազմ վարել Սոմալիլենդի դեմ, դա լուրջ չի ուղղակի, որտեղ Սոմալիան ինքը իր տարածքը դեռ նորմալ չի վերահսկում, բայց թուրքերը ուզում են դա փոխել եւ աշխատում են, որ դա փոխեն եւ շուտափույթ, այսինքն մի քանի տարվա ընթացքում կարող են Սոմալիայի փլուզված պետությունը, որը նորմալ պետություն էլ չէ, դարձնեն հզոր պետություն իրանց վերահսկողության տակ։ Սիրիայի օրինակով, Սիրիայում ինչ պետություն չկար, մեկ տարի առաջ Շարան եկավ իշխանություն, մեկ տարվա տարուց հետո արդեն կարելի ասել, որ Սիրիան արդեն սկսում է պետությանը նմանվել եւ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող պետությանը, այսինքն այստեղից մի քանի տարվա ընթացքում մենք նույնը կարող ենք տեսնել Սոմալիայում, որից հետո Սոմալիան կուզենա վերականգնել իր ճակերտներում տարածքային ամբողջականությունը, այսինքն հարձակվել Սոմալիլենդի վրա։ Այդ դեպքում Սոմալիլենդը ինչ պետք է անի, իհարկե օգնի, օգնությանը դիմի միակ այն պետությանը, որը ճանաչել է Սոմալիլենդի անկախությունը՝ Իսրայելին։ Նաև պետք է այստեղ նշել, որ Միացյալ Արաբական Էմիրությունները այստեղ շատ կարևոր դեր ունեն եւ արդեն իրանք ֆինանսավորել են կոնկրետ ուրեմն նավահանգստի Բերբերայում եւ օդանավակայանի վերանորոգման գործողությունները, այսինքն ինչ որ առումով Միացյալ Արաբական Էմիրությունները հաշվի առնելով այն պարտությունը, որը իրանք Եմենում կրեցին, եւ դրա մասին մենք ձեր հետ մանրամասն խոսել ենք, իրանք անցել են, կարելի ասել, հենց ամենակարևոր ուղղությամբ եւ դա վերաբերվում է հենց հիմա արդեն Սոմալիլենդի, այսինքն Միացյալ Արաբական Էմիրությունների եւ Իսրայելի շահերը այստեղ իրար հետ համընկնում են, հարգելի հայրենակիցներ, եւ բացի այդ կարելի ասել, որ սա նաև կանհանգստացնի Սաուդյան Արաբիային եւ Սաուդյան Արաբիայի եւ Միացյալ Արաբական Էմիրությունների հարաբերությունները, որոնք այնպես էլ սրվում են, ել ավելի կսրվեն հաշվի առնելով այս կոնկրետ իրավիճակը նաև։ Աշխարհաքաղաքական զարգացումները այստեղ նաև պետք է քննարկենք։ Աշ-Շաբաբ այդ տերորիստական խմբավորումը իհարկե կարող է շարունակել այդտեղ գործել, բայց ես կարծում եմ Թուրքիան այդքան մեծ ազդեցություն ունի տարբեր ահաբեկիչների վրա աշխարհում, որ կկարողանա այս ահաբեկիչների հետ պայմանավորվել։ Ես այդպիսի կանխատեսում ունեմ։ Բայց չնայած դրա կան ահաբեկիչներ, որոնց հետ պայմանավորվել անհնար է եւ այդտեղ կարա նաև ռազմական գործողություններ լինի։ Թուրքիան մրցակցում է Էթիոպիայի եւ Միացյալ Արաբական Էմիրությունների հետ Սոմալիայում ազդեցության համար։ Էթիոպիան եւ Սոմալիլենդը հիշեցնեմ, որ ունեն պայմանավորվածություններ, որոնք ներառում են ուրեմն այդ համագործակցությունը, որտեղ Էթիոպիան շատ մեծ պետություն է, բայց չունի ելք դեպի ծով եւ այդ նպատակով Սոմալիլենդին երկար ժամանակ աջակցել է եւ Թուրքիան այստեղ Սոմալիայի հետ է ակնհայտորեն ուրեմն հարաբերությունները զարգացնում։ Բացի դրանից պետք է ասել, որ հարաբերությունները նաև այդքան էլ կայուն չեն կոնկրետ ուրեմն Կայրի եւ Եգիպտոսի եւ Միացյալ Արաբական Էմիրությունների միջև։ Բացի դրանից պետք է ասել, որ ենթադրվում է, որ Թուրքիան կտեղակայի Տայֆուն բալիստիկ հրթիռները նաև Սոմալիայում, որը իրան էլ ավելի մեծ հնարավորություններ կտա այդտեղ ազդեցության, որոնք մի քանի հազար կիլոմետրանոց հնարավորություններ ունեն հարվածելու։ Բացի դրանից պետք է ասել, որ չնայած նրա, որ Թուրքիան փորձում է այս ուրեմն կոնկրետ տիեզերական այդ կենտրոնը թռիչքների ներկայացնել ինչպես քաղաքացիական ուղղություն, պետք է ասել, որ դա այդքան էլ այդպես չէ, կարա լինի նաև ռազմական բալիստիկ հրթիռների կիրառման համար, նաև հականավային համակարգների ձևավորման համար եւ իհարկե օդանավակայան։ Բացի դրանից պետք է ասել, որ այսօր Սոմալիան գտնվում է ՄԱԿ-ի ուրեմն էմբարգոյի տակ, սահմանափակումների, բայց Թուրքիան երբ հիմա Սոմալիային զենք է ուղարկում, ապա ասում է, որ այդ զենքը Սոմալիային չեն փոխանցում, իմս է այդ զենքը, եւ իմ ծրագրերի պաշտպանության համար եմ այդտեղ օգտագործում եւ փաստացի դրանով ուրեմն շրջանցում է այդ սահմանափակումները, որը կա ՄԱԿ-ի կողմից։
Բացի դրանից պետք է ասել, որ այդ պայմանավորվածությունները, որը կա նավթի եւ նաեւ ձկնեղենի ուղղությունով Թուրքիան օգտագործում է Սոմալիան ինչպես կարող է, պետք է հստակ ասել, որ այդ փաստաթղթերը հանրային չեն։ Մենք չգիտենք ինչու մասն են իրանք պայմանավորվել եւ մեծ հավանականությամբ Թուրքիան ունի այնպիսի այդտեղ առավելություններ, որոնք աննկարագրելի են, այսինքն շատ մեծ են եւ Թուրքիան կարելի ասել օգտագործում է Սոմալիան իր նպատակների համար։ Սոմալիան էլ այնքան հաշվի առնելով իսլամական նաև պետություն լինելը, հաշվի առնելով նաև ծանր իրավիճակը, այդքան չէ, որ ուրիշ հնարավորություններ ունի եւ շատ քիչ պետություններ Սոմալիայով հետաքրքրված առհասարակ, պետք է ասել, եւ Թուրքիան կարողացավ այդ պահը օգտագործել, երբ Սոմալիայով ոչ մեկ չէր զբաղվում։ Բացի դրանից պետք է ասել, որ ուրեմն այս տարի արդեն կարող է Թուրքիան սկսի կոնկրետ այդտեղ նավթի եւ գազի արտադրություն, ինչը աննախադեպ կարա գումարներ նաեւ Թուրքիային բերի, որովհետեւ մեծ քանակի մասին է նաեւ խոսքը գնում։ Եվ Սոմալիլենդը իհարկե կարա լինի լուրջ խնդիրների առջև, եթե չկարողանա այս ժամանակահատվածում ապահովել իր անվտանգությունը Իսրայելի հետ միասին, այսինքն պետք է նշել, որ Սոմալիլենդի համար Իսրայելը դառնում է հիմա այսպիսի մի դուռ դեպի աշխարհ, որի միջոցով պետք է կարողանա ինքը անվտանգություն ապահովել, ներդրումներ ապահովել եւ այլն, որովհետեւ նույն Սոմալիլենդը կարող է դառնալ հիմա հութիների հարվածների կենտրոն, ինչպես նաեւ ապագայում հետ Սոմալիայի կողմից։ Այսինքն Թուրքիայի եւ Իսրայելի ներկայությունը Սոմալիայում եւ Սոմալիլենդում, որը մեկ պետություն էր եւ մեկ տարածք է կարելի ասել, սա նաեւ մեզ հիշեցնում է նրա մասին, որ Թուրքիայի եւ Իսրայելի առճակատումը տարբեր ուղղություններով եւ ոլորտներով լրիվ ուրիշ մակարդակներ ունի, լրիվ ուրիշ ազդեցության հնարավորություններ, այսինքն սա մեզ ձեր հետ միասին հիշեցնում է Սիրիայի օրինակը, հիշեցնում է նաև այն, որ այստեղ կարա եւս մեկ կարևոր ուղղություն լինի, որի մասին ես կարծում եմ մենք բավարար ուշադրություն չենք դարձնում առհասարակ, որ տեսեք, Թուրքիան Հնդկաստան-Պակիստան պատերազմի ժամանակ անցյալ տարի կոնկրետ մատակարարումներ կայացրեց դեպի Պակիստան, բայց այդ մատակարարումները այդ թվում ռազմանավեր ուղարկեց, որ տեղի ունենան պետք է անցնեն դեռ Սուեցի ջրանցքով, հետո Կարմիր ծովով, հետո Բաբ-էլ-Մանդեբի նեղուցով, հետո Ադենի ծոցով, հետո արդեն Հնդկական օվկիանոսով, այսինքն երկար ճանապարհ է դրա համար եւ առաջի հերթին պետք է անցնի արևելյան միջերկրական ծովով, որտեղ որ իրավիճակը մնում է շատ թեժ, այդ թվում Հունաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների եւ այդ կղզիների թեմաներով եւ այլն։ Դրա համար, որ սա ապահոված լինի Թուրքիայի կողմից, շատ կարևոր է, որ Թուրքիան ունենա արդեն Հնդկական օվկիանոսում կետ, ռազմակայան, եւ այդպիսի ռազմակայան է դառնում Սոմալիան։ Այսինքն Թուրքիան կարա սրանով աջակցի Պակիստանին հնդկական գործողությունների նպատակով։ Այսինքն Հնդկաստանի պատերազմի իրավիճակում կոնկրետ Պակիստանի հետ Թուրքիան հայտնվում է սպառնալիք, որը հեռու չի, մոտիկ է։ Եվ սա շատ կարևոր է։ Այսինքն Հնդկաստանը այստեղ եւս կլինի շատ մտահոգված նրանով, որ Թուրքիան Սոմալիայում ակտիվացել է եւ կարող է նույնիսկ Հնդկաստանը Սոմալիլենդի հետ սկսի ինչ-որ համագործակցություն կամ Իսրայելի միջոցով սկսի ինչ-որ աջակցություն կամ Միացյալ Արաբական Էմիրությունների միջոցով սկսի Սոմալիլենդի ուղղությունով այդ գործունեությունը։ Այսինքն դաշինքը, որի մասին մենք ձեր հետ խոսել ենք, Հնդկաստան, Միացյալ Արաբական Էմիրություններ, Իսրայել, Կիպրոս, Հունաստան, իրական է։ Զուգահեռ դրա դաշինքը, որը մենք ձեր հետ միասին նաև քննարկել ենք եւ անվանվում է Իսլամական ՆԱՏՕ, Պակիստան, Սաուդյան Արաբիա եւ Թուրքիա նաև է իրական։ Եվ այս երկու դաշինքը հիմա սկսում են կարևորագույն մրցակցություն եւ ինչ-որ առումով առճակատման նախապատրաստողական գործողություններ այս ամբողջ տարածաշրջանում։ Ասեմ ձեզ, որ այն ուղղությամբ, որի մասին մենք խոսել ենք, այսինքն Թուրքիայի անդամակցության մասին, որը դեռ որոշված չի, Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի միջև այդ կարևորագույն ռազմական պայմանավորվածություններում պետք է այստեղ ասել, որ շարունակվում են եւ թուրքական կողմը բացահայտ ասում է, որ շարունակում է իր ջանքերը այդ ուղղությունով, որ միանա այդ օրակարգին։
Ուստի, հարգելի հայրենակիցներ, դրանով պետք է մենք արձանագրենք, որ այս Սոմալիայի թեման նաև շատ կարևոր է և շարունակում է իր նշանակությունը ունենալ, և ուստի մեր ձեր հետ միասին վերլուծությունները և ուշադրությունը այս թեմայի մասին նաև կշարունակվեն։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։